Դուրը կապարակնքված է, տարածքը սահմանազատված։ Մասիսի այս տանը 3 ողբերգություն է տեղի ունեցել։ Երեկոյան հրդեհ է բռնկվել դառնալով Հնդկաստանի 2 քաղաքացու մահվան պատճառ։ 2 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն։ Այստեղ ապրում են, աշխատում են, լավ մարդիկ էին, աշխատում էին, նորմալ, ասենք, վատ մարդիկ չէին։ Հա գնացել գնեմ, տեսել եմ, ուտեն նստացեն կամ մարդ չկա։ Այս բաներն են հիմնականին ինիաները, տեսությունները, որ մուտը նոր են։ Այդ սեղանի մոտ նստում հաց են։ Խնդիրներն էլ օգնում են էլի։ Ինչ որ կանում են էլի, գիտես ինչ գործ են անում։ Այս խանութներ ճանաչում եւ խանութն փակ է։ Ոչ մեկը ճիշտ բան չի կարող ասել երևի։ Տեղացիների պատմելով մեկ փոքր սենյակում Հնդկաստանի շուրջ 1 տասնյակ քաղաքացի է բնակվելիս եղել։ Նրանք բոլորը բանվորական աշխատանքներ էին կատարում հարակից խանութում, որի սեփականատիրոջն էլ պատկանում է տունը։ Նրա հետ կապի դուրս գալ պարզաբանումներ ստանալ, թե ինչ պայմաններում են բնակվել օտարերկրյա քաղաքացիները, ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, մեզ չհաջողվեց։ Խանութը փակ էր, իսկ պաստառի վրա գրված հեռախոսահամարին մեր զանգերն անպատասխան մնացին։ Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, պաշտոնական վարկած նույնպես չկա։ Տեղացիները տարբեր տեղեկություններ ունեին։ Հոսանքի կարճ միացում, փոքր գազաբալոնի պայթյուն։ Ինչպես բնակիչներին չի հաջողվել տնից դուրս գալ, նույնպես պարզ չէ։ Թաղամասում բնակվողները միայն հեռվից հրդեհի ծուխն են նկատել։ Երեխան դպրոցից գալիս է, փորձի է։ Եկավ ասեց սնդիկները տունը հրդեհվել է։ Ես բախ չեմ ես, կխաբարել չեմ, աղջիկս էր բան արել է գնա տես ինչ է, հեծանֆոբիկ է տեսը գնաց ասվա պաժարը։ Նրանք ոտ է եղել ուժեր, պաժարին էլ կանգնած էր այստեղ, ասի երևի դեպք է եղել էլի։ Տղես է եղել այստեղ, ասում է երկուսի մահացած են գնացել, երկուսը վիրավոր։ Ինչն է հանգեցրել ողբերգությանը։ Քննչական կոմիտեում հարուցված վարույթը վերաբերում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառությանը կամ աշխատանքների կատարմանը։ Թե ինչ աշխատանքի կամ ապրանքի մասին է խոսքը, ինչ է տեղի ունեցել այս տանը, որը հանգեցրել է ողբերգական հետևանքներով հրդեհի, կառույցից չեն պարզաբանում։ Նկարահանման պահին դեպքի վայրում քննչական գործողություններ էին ընթանում։ Քննչական կոմիտեի ու ոստիկանության աշխատակցի հետ դեպքի վայրում էր նաև Հնդկաստանի մեկ քաղաքացի, որին հարցեր ուղղել չհաջողվեց։ Իրավապահները նշեցին, որ նա քրեական վարույթով է անցնում։ Լրատվամիջոցների հետ չի կարող շփվել։ Թե ինչ կարգավիճակ ունի քաղաքացին, իրավապահները չմանրամասնեցին։